Բարև ձեզ, Արար YouTube-յան ալիքի եթերում հայրենիք կիրակնորյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը եւ իմ զրուցակիցն է այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Պարոն Ավետիսյան, տեսնում ենք, որ եկեղեցու շուրջ նորից ծավալվում են իրադարձություններ եւ այն շատ մտահոգիչ է։ Գիտեմ նաեւ, որ բազմիցս ձեր կուսակցությունը եւ դուք կանգնած եք եկեղեցու կողքին եւ միշտ պնդել եք, որ եկեղեցու կողքին եք լինելու ու նաեւ անմասն չմնացիք։ Ուզում եմ խոսենք սրա շուրջ, ինչ էր կատարվում ի վերջո եւ ինչու են ծավալվում այս գործընթացները։ Գիտեք, եկեղեցու դեմ գործողությունները նոր չի, բավականին երկար ժամանակ արդեն իշխող քաղաքական ուժը կենտրոնացել է եկեղեցու վրա։ Գիտեք, եկեղեցին մեր ազգային ամենակարևոր հենասյունն է եւ առանց եկեղեցու դժվար է պատկերացնել հայ մարդուն եւ գնալ եկեղեցու վրա գնալ վեհափառի վրա եւ դատել սրբազաններին տարբեր հոգեվոր մարդկանց հոգեվորականների ճնշման տակ պահել, դա նշանակում է ուղղակի ազգի դեմ գործողություններ։ Տեսեք, եկեղեցին որքան հավասարակշռված է իրան պահում եւ դուք լսել եք վեհափառի կողմից, որ որևէ կողմի ինքը ինչ-որ շեշտադրում անի եւ ասենք այն մարդիկ, ովքեր դեմ են խոսում իրեն, նրանց մի տեսակ որպես թշնամի ներկայացնի կամ ինչ-որ բան։ Բոլորովին այդպես չի, եկեղեցին ընդհակառակն անդադ խոսում է համերաշխության մասին, որովհետեւ իրենք հասկանում են, որ իրենք ինչքան կարեւոր դերակատարություն ունեն եւ ազգի համար որքան կարևոր է այդ համերաշխության գաղափարը։ Վեհապառի խոսքում միշտ կա միասնության եւ համերաշխության թեման եւ անընդհատ ինքը ուզում է, որ այդ միասնության մասին խոսի եւ իր գործունեությամբ, գործողություններով եկեղեցին մշտապես դա է ասում աշխարհի բոլոր ծայրերում։ Մենք պետք է հասկանանք շատ պարզ մի բան, նաեւ մեր այն հայրենակիցները, որոնք այլ կարծիք ունեն, իրանք պետք է հասկանան, որ այսօր վեհափառի դեմ խոսելով խոսում եք եկեղեցու դեմ։ Այն անհեթեթ միտքը թե իբր թե մենք վեհափառին ենք քննադատում, ոչ թե եկեղեցուն, դա շատ փոքրիկ կամ մեծ խաբկանք է, որ մեր հակառակորդ ուժերը ուղղակի որպես գործիք օգտագործում են մեր հասարակությանը շեղելու համար եւ հարևան ազգը, որը ժամանակավորապես եւ պատահաբար մեզ հարևան է դարձել, իրենց այդ հոգեվոր առաջնորդը, տեսեք ինչ է ասում, ասում է հայ առաքելական եկեղեցին, ուշադրություն դարձեք, հայ առաքելական եկեղեցին, ոչ թե վեհափառ հայրապետը, հայ առաքելական եկեղեցին խոչընդոտում է մեր ծրագրերին, իրանց ծրագրերին, իրանց ծրագիրը գիտեք որն է, հետեւյալն է, որ հայ ժողովուրդը պիտի ստե չլինի, այդ իրանց ծրագիրն է, այսինքն հայ առաքելական եկեղեցին խոչընդոտում է եւ այսպես ձևակերպում են անում, որ տարածաշրջանի կայունությունը խալխլում է տարածաշրջանի կայունությունը։ Այն ազգի ներկայացուցիչն է խոսում, որոնք մարդկանց ծերերի գլուխներն են կտրում ու դրանով ֆուտբոլ են խաղում։ Այդ մարդիկ այսօր առաջի քրիստոնյա ազգին, առաջի պետականորեն քրիստոնեություն ընդունած, դա նշանակում է գաղափարախոսություն դարձրած քրիստոնեությունը, մարդասիրությունը գաղափարախոսություն դարձրած ազգին, ասում են, որ սրանք մեզ խանգարում են։ Ճիշտ է, մենք խանգարում ենք։ Մենք խանգարում ենք, որ այդ վայրենությունները չտարածվի Եվրոպայի մեր գործընկերները, աշխարհի առաջադեմ մարդկությունը, դե շատ լավ հասկանա ինչին են խանգարում հայերը, ինչին է խանգարում հայ առաքելական եկեղեցին։ Այս սրան է խանգարում, որ չգան ձեր գլուխները կդրեն
մենք առաջի գծում ենք, որ դա թույլ չտանք։ Հիմա այս ամեն ինչով հանդերձ ստեղ մի փոքրիկ գործողություն են արել այդ խոսքերի մեջ եւ նրա ասած հայ առաքելական եկեղեցին դե սրանք այդ ֆանտաստիկ մասնագետներ են, չէ՞, այդպես խոսքերը փոխելու, մտքերը շեղելու, տարբեր դրական բաները բացասականի մեջ ներկայացնելու։ Իրանք ինչ են ներկա։ Իրանք ասում են, որ վեհապար հայրապետը վատն է, պետքա փոխել։ Լավ, հասկացանք։ Վեհապար հայրապետը վատն է, օրինակ։ Հիմա անդադ օրինակներով պետքա խոսենք, որ մարդիկ լավ հասկանան, որովհետև լիքը մարդ կա, որ հասկանալու հետ խնդիր ունի։ Պետքա շատ բարձ բացատրես, որ մարդիկ հասկանան։ Հիմա փոխում են վեհապար հայրապետին, ենթադրենք, վեհապար հայրապետը վատնա։ Ումով եք փոխում։ Այդ 10 հոգևորականները, որ կան, նույնիսկ այդ երևի մեղ կա հոգևորական կոչել այդ մարդկանց, որովհետև արդեն իրանք այդ բանը չեն կրում։ Այն մարդու հետ են ուզում փոխեն, որի ժողովրդի 99%-ը շատ բացասական է վերաբերվում։ Տարբեր անուններ են կպցնում, տարբեր պատմությունների մեջ են։ Ես այդ մարդու անունը լսել եմ սկանդալային պատմությունների մեջ միշտ։ Սկսած ճոխ կյանքից, մեքենաներից, կուսակցական պատկանելությունից եւ այլ։ Իդեպ երեք լրագրողները նաեւ երբ նկարում էին, դիտարկեցինք, որ հոգեվորականի պահվածք էլ կարծես թե չկար եւ մոտեցում չկար։ Այդ սերը, այդ համերաշխությունը, այդ միասնությունը, հոգևորը, որ պետք է տարածեին, եպիսկոպոսները հստակ եկել էին առաքելությամբ, պաշտպաններով եւ սա զարմանալի էր։ Գիտեք, զարմանալի, չգիտեմ, զզվելի կարելի է ասել, որ հոգևորականը գալիս է մայրաթոր ոստիկանների ուղեկցությամբ, ԱԱՑ-ի աշխատակիցների, ոստիկաններ, որոնք քաղաքացիական հագուստներ էին հագած, բոլորի դեմքերը, փոքր երկիր է, բոլորը ճանաչում են այդ մարդկանց։ Ասենք, այդ մարդկանցով եկել եք, ուր եք եկել, եկել եք հոգևոր կենտրոն ոստիկանությամբ, հետո էլ ոստիկանությամբ պիտի ստիպեք, որ ժողովուրդը հավատա։ Դուք հասկանում եք ինչ եք անում ախր։ Հետո սա ինչ է նշանակում։ Մի կողմում 10 անգամ ավելի շատ մարդ կար, կամ երևի 20 անգամ ավելի շատ մարդ կար, այն կողմում 0։ Սա ինչ է։ 0։ Նորից պարակտում բերել, որպես ինչ։ Իհարկե, պարակտում։ Անընդհատ պետք է խոսում է իշխող իշխանություն, իբրև իրենք համերաշխություն, միասնություն են քարոզում, պարակտումը դատապարտում են, սակայն իրենց քաղաքականությունը վարած ճիշտ հակառակն է։ Դրանք լոկ խոսքեր են, սատանան էլ է, չէ՞, միշտ տենց խոսում։ Լավ բաներից է միշտ խոսում, բայց իրականում շատ վատ բան է անում։ Բայց սատանայաբար խաբում է ու միամիտ մարդիկ հասարակության մի հատված ընկնում է այդ սատանայի մոլորությունների մեջ։ Սատանան հո չի գալիս ասում, որ ես սատանան եմ, եկել եմ բամբտի անց, ասում է ես հրեշտակ եմ, ես եկել եմ, ես փրկում եմ ձեզ, եւ այլ այնքան լավ բաներ ասում, բայց իրականում ինչ անում։ Բոլորիս հայտնի է, ինչ որ ելնում է, մենք գիտենք։ Հիմա այս իրավիճակն է։ Այս մարդիկ այդ այսպես ասած լոլոները լսում են եւ մոլորության մեջ են հայտնվել։ Բարեբախտաբար եկեղեցին իր տեղում է, ինքը չի ընկնում մոլորության մեջ։ Ինչի համար նորից վեհապարի պահվածքն եմ շեշտում, որ շատ հավասարակշռված, շատ լավ ձևով, շատ հասկանալի ձևով, շատ մարդկային, շատ քրիստոնեաբար բացատրում է։ Ու ասում է, որ ժողովուրդ ջան, ես բոլորիդ հոգևոր հայրն եմ, բոլորիդ։ Նես չի, որ կուսակցական տարաձայնություններ բաներ կա, ասենք մի մասը այս կուսակցությունից եք, մի մասը այն կուսակցությունից եք, ես ինքը ասում եմ դուք բոլորդ ես ձեր բոլորի վեհապար հայրապետն եմ։ Տարբեր անկախ նրանից դուք ինչ կուսակցության եք պատկանում։ Որովհետև ինքը դրամաբանորեն է մտածում, ինքը մտածում անից ոնց որ պահանջում է հայ առաքելական եկեղեցին։ Այս երբ որ դու գալիս ես մեջից ասում ես, որ պետքա պարակտել, պետքա փոկել, պետքա փոխել, պետքա sense, պետքա անես, պետքա անես, դրա համար կա կարգ։
դժբախտաբար ասեմ, թե բարեբախտաբար ասեմ, հայ առաքելական եկեղեցին միակ կայացած կառույցն է մեր ժողովրդի պատմության մեջ, որը պարբերաբար փոխվում է, ունի իր կանոնները, ունի ձևը եւ այլն։ Հիմա ինչ որ ուզում եք նոր ձևի ինչ որ նոր բան անեք, գիտեք, հասկանալի կլներ գուցե ինչ որ տեղ, երբ որ բերեիք մի այնպիսի անձնավորություն, որը ամեն ինչով գերազանցեր վեհափառ հայրապետին, եւ ժողովուրդն էլ ասեր դե իսկապես էլ այս մարդը ավելի լավն է, ավելի բան է, բերեք այս մարդուն առաջարկենք ընտրությունների ժամանակ թող ինքը լինի տեխնացու նաեւ, հետո փոխենք այս մարդով։ Բայց դուք բերում եք մի մարդու կամ մի մարդկանց խումբ, որը 1000 անգամ ավելի վատն են իրանց պահվածքով, իրանց արածներով, հենց այդ մարդկանց շնորհիվ է, որ եկեղեցին խայտարակվել է։ Վեհափառի մասին չի խոսք է, այդ մարդկանց, այդ սրբազանները իրանց ընթացքում, որոնք աշխատել են, իրանց գործնեության առումով, իրանց պահվածքով, իրանց այդ տարբեր պատմությունների մեջ հայտնվելու վարկաբեկել են եկեղեցուն, հետևաբար վեհափառ են։ Հասկանում եք, կնես չի որ ես բան եմ անձի հետ կապված, ես իր անձը ոչ ճանաչում եմ, ոչ էլ գիտեմ, ես իր պահվածքն եմ տեսնում, ինքը ոնց է իրան դրսևորում ու դա վայելը հայ առաքելական եկեղեցում եւ բարեբախտաբար ժողովրդի զգալի մեծամասնությունը, շատ մեծ մասը հենց տենց է մտածում եւ եկեղեցու կողքին է եւ դա տեսակ շատ արագ երևաց որ ժողովուրդը եկավ սատար կանգնեց իր եկեղեցուն, իր վեհափառին։ Հա, ինչ որ տարբեր ազգեր ուզում են, հասկանալի է որ ազգերն են ուզում, որ ազգերն են ուզում էս քանդեն, եկեղեցու այդ բարձր կարգավիճակը փնովեն, քանդեն ու հանեն գցեն դուրս այդտեղից, որպեսզի իրանք գնան առաջ, որպեսզի այն ազգերը, որոնք վտանգ են համամարտկային արժեքներին, ազատ գնան առաջ, որովհետև եկեղեցին էլ չի փակի դրանց դեմ։ Իդեպ վարչապետը լրագրողների հետ պատասխանների ժամանակ երբ պատասխանում էր լրագրողների հարցերին, նշեց, որ իմ հորդորով չեն գնում եպիսկոպոսները ամենայն հայոց կաթողիկոսի մոտ։ Սա արդեն ցույց է տալիս, որ ինչ։ Դե հիմա ինչ ասեմ ես, կամ մեկը Հայաստանի Հանրապետություն, որ հավատում է դրան։ Բա մի քանի շաբաթ առաջ ասում էր, որ ես եմ գլխավորում շարժումը եկեղեցու վեհափառին փոխելու եւ այլն։ Ես եմ գլխավորելու Էջմիածնի բան դեմ գնալը բան եւ այլն։ Ինքը ասում էր ես եմ գլխավորելու, չէ՞։ Հիմա ասում է ես չեմ 10 բաներն են այդ երբ պատարակներն էլ իր իսկ հորդորով, այո։ Հա, հիմա ասում է այս 10 բաները նախկին հոգեվորականները իրանք են ուզում գնան եւ մենք պետական ապարատը պետական լծակները օգտագործում ենք ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին կցում ենք այս 10 հոգուն որ սրանք գնան ուժով ժողովրդին ճնշելով մտնեն վեհարան մտնեն Էջմիածին մայրաթոր ու խայտարակեն աշխարհով մեկ-մեծ այս ով է անում բա գիտեք մենք խոսում ենք այս ամեն ինչի մասին մենք գիտենք որ բնականաբար կարող է ասենք չգիտեմ երբ որ սատանային հարցն է դու ես անում ասի հայ ես եմ անում բնականաբար չի միշտ սատանան ասում է որ ինքը չի բայց ամեն ինչ ինքն է անում հետեւաբար կարծում եմ որ պետք չի լուրջ լինի եւ ոչ մեկ լուրջ չի ընդունում ոչ ոք չեք գտնի հանրապետությունում մի մարդ որ դա լուրջ ընդունի գիտեք Էջմիածնում այն մարդկանց ում որ բերել էին զորով որոնք դպրոցի դասատուներ էին մանկապարտեզի աշխատողներ էին տարբեր հիմնարար ձեռնարկություններ պետք իրանք ասում են լսեք զզվել ենք մենք ասում մեզ ստիպողաբար բերել են մեզ որ ինչ երկու բևեր ստեղծեն իբրև թե որ պարակտեն որովհետև թուրքերը այդ են ուզում թուրքերը ուզում են որ ազգը պարակվի մենք հակառակը հայերն ուզում են տեսեք մեր գաղափարը լարմասը համերաշխությունը ուզում են որ ազգը միասնական լինի ամբողջ ռեսուրսը համազգային ռեսուրսը օգտագործենք մեր ազգի խնդիրները լուծելու համար չէ այտենց ուզում է նաև բանը եկեղեցին այտենց ուզում է վեհափառը
բազմաթիվ օրինակներ կան աշխարհում, ինչ է անում եկեղեցին, ինչ վիճակում էր եկեղեցին, երբ որ վեհապարը եկավ, դարձավ կաթողիկոս, վեհապար հայրապետը, ինչ ծրագրեր տարան առաջ, ինչքան եկեղեցաշինությունը ինչ աստիճանի հասավ, բան էլի, պետք է ճշմարտություն ասել, որ ժողովուրդը հասկանա։ Այդ առումով օրինակ Էջմիածինը շատ վատ է աշխատում, որովհետև շատ վատ է լուսաբանում իրենց աշխատանքները։ Ահռելի աշխատանքներ են արել։ Ահռելի, աշխարհի տարբեր երկրներում, հենց Հայաստանում։ Այսօր Վեհարանը, որ այդ տեսքը ունի, այսօր որ վերականգնվել է, բազմաթիվ եկեղեցիներ են վերականգնվել, նորերն են սարքվել։ Իհարկե ճիշտ է, շատերը կան, որ պետք է նորից վերականգնել, սարքել եւ այլն։ Ազգային խնդիրները։ Պարոն Ավետիսյան, միգուցե հոգևորականները այս դեպքում տեսնում են, որ դա իրենց առաքելությունն է եւ աշխատանք չեն դիտարկում եւ դրա համար էլ չի լուսաբանվում։ Միգուցե դա նաեւ կարող է, բայց բարձում է հիմա աշխարհում ամեն ինչը ինֆորմացիայի վրա է եւ այն մարդիկ, ովքեր ինֆորմացիա չունեն, ինֆորմացված չեն, դառնում են անտարբեր։ Իսկ այդ անտարբեր մարդիկ արդեն պոտենցիալ գաղթական են եւ հեռացող են, իրանք այլևս ոչ մի բանի չեն լսում, չեն հավատում ու կորցնում են հավատը ամեն ինչի հանդեպ։ Որովհետեւ չգիտեն ինչ արվել։ Օրինակ հասարակ բան ասեմ, Ռուսաստանի տարածքում ինչեւ Եզրասրբազանի նշանակվել է, որ նույնիսկ եկեղեցին չէր սարքվում, Մոսկվայի կենտրոնում ահռելի հայ համայնք, որը չուներ եկեղեցի, կամ ուներ եկեղեցի, որը շատ փոքր էր, ու համապատասխան չէր այն հզորությանը, որ ունեինք մենք։ Հիմա գնացեք տեսեք ինչ եկեղեցի է սարքված, ինչ հնարավորություններ, հազարավոր մեր երիտասարդներ, մեր երեխաները գալիս են դպրոց, գալիս են թատրոն են նայում, գալիս են կրթվում են, շաբաթ կիրակի ասեղ գցելու տեղ չկա։ Այսինքն հոգևոր կյանքը վերածնունդ է ապրում Մոսկվայում։ Այդպես մյուս քաղաքներում է, տարբեր քաղաքներում նույն վիճակն է։ Այնտեղ կողքը դպրոցներ է բացվում, մշակութային բաներ, կենտրոններ է բացվում, եւ ոչ միայն Ռուսաստանում։ Ուղղակի Ռուսաստանի թվերը գիտեմ, դրա համար ասեմ, Սրբազանի նշանակվելուց առաջ 8 եկեղեցի եղել ամբողջ Ռուսաստանում։ Հիմա 80 եկեղեցի կա։ Պատկերացնում եք ինչ է այդ նշանակում։ Աշխարհի տարբեր երկրներում այլ կրոնների մոտ, օրինակ կաթոլիկ աշխարհում եկեղեցիները փակվում են, որովհետև այցելու չունեն։ Մենք միայն Ռուսաստանում այդքան եկեղեցիներ ենք բացել եւ բուրըն կյանքը, եկեղեցական կյանքը, հոգեվոր կյանքը, մշակութային կյանքը բուրըն զարգացում ունի։ Տարբեր երկրներում նույնպես չկա հայկական մի եկեղեցի, որտեղ այցելուները քիչ լինեն։ Բա դա ում շնորհքն է։ Առաքելական եկեղեցին չի, հոգևոր կյանքով ապրողները եւ աշխատողները չեն, այդ ամեն ինչը դարձրել այդպեսին։ Ինչ հոգևորականներ ունենք։ Իհարկե կան մարդիկ, որոնք թերություններ ունեն, որովհետեւ իրանք կնես չի որ բան են, սուրբ են էլի։ Իրանք սպասավոր են։ Մենք դիտարկում ենք հերթական անգամ եւ երկրի ղեկավարը իր վրայից, այսպես ասած, պատասխանատվությունը մի կողմ է դնում, թողնելով ընթացքը, չէ՞ որ մենք տեսնում ենք, որ արժևում նաեւ տարեմուտ է, տարին վերջանում է եւ Սուրբ Էջմիածնի բակում պետք է լիներ աղոթք, պատարագ, Սուրբ Ծննդյան նախապատրաստման տոների ընթացք, ու տեսնում ենք շատ ցավալի իրողություն։ Հիմա նայեք ինչ է ստացվում։ Եվ դրա պատասխանատունով է այս պարագայում։ Նայեք, հիմա ինչ է ստացվում։ Հիմա ինչ է ստացվում։ Պատասխանատուն իշխանություններն են, այդ միանշանակը։ Հիմա նայեք ինչ է ստացվում։ Սուրբ Ծնունդ, Նոր տարի եւ այլն։ Եկեղեցին փոխանակ պատրաստվի իր ծիսակարգին, աշխատանքներին, նախապատրաստվի, հասարակությանը նախապատրաստի, համերաշխության կոչերով հանդես գա,
իրար սիրելու, իրար մեկ-մեկու կողքին կանգնելու, միասնական լինելու բան եւ այլն, ամեն մի գործողության ժամանակ պետք է հայտնվեն այս նախկին հոգեվորականները ու խանգարեն այդ գործողությունները, անընդհատ պետք է խանգարեն, հասկանում եք, սա ես չեմ հասկանում, սա ինչ տրամաբանություն է, ասենք ազգը իր գործով, իր ամեն ինչով զբաղված է, մեկ է մեջը անընդհատ մի բան գցեք, մի բան չհասնեք, եւ դրանով ինչ եք ուզում անեք, ուզում եք ազգը պարակտեք, առանց այդ պարակտված է, ինչ եք նորից դուք պարակտում, բաժանում մասերի, ենթադրենք դուք ասենք թե ձեր ուզած սրտի տեխնացուին դրեցիք վեհապար բան, դարձրեցիք վեհապար, օրինակ, կաթողիկոս դարձրեցիք, ինչ արնելու, բայց մնացածը որ չէին ընդունում, ինչ է, այսինքն ստացվում է դուք մի հատ փոքրամասնությունով նորից բան արեցիք, վերցրեցիք կաթողիկոսի պաշտոնը եւ մի զգալի հատված եկեղեցուց իրականում հեռացրիք, ել ով կգնա եկեղեցի, եթե դա տենց լինի։ Այսինքն երկրի ղեկավարը ես չեմ հասկանում, ո՞նց կարա տենց մտածի։ Ո՞նց կարա եկեղեցին պարակտի միայն նրա համար, որովհետեւ ինքը մտածում է, որ ինքն է որոշել, որ վեհապարը ուխտը դրժել է եւ այլն։ Դրա համար կա կարգ ձև, ոնց են այդ ամեն ինչի տակից դուրս գալի։ Ու եթե վեհապար հայրապետը մինչև հիմա աշխատում է եւ գոյություն ունի, նշանակում է Աստված տենց է կամեցել։ Եթե դու գտնում ես, որ դու Աստծուց առաջ ու ավելի շատ այդ ամեն ինչը գիտես ու դու պետք է որոշես, թե ոնց պետք է լինի, այդ մեղքերից, աններելի մեղքերից ամենաառաջինն է, որը կոչվում է մեծամտություն։ Այդ մեծամտությունը պատժվում է։ Իդեպ մեղքերի մասին խոսեցիք, ես ուզում եմ անդրադարձ ունենանք նաև Արցախի թեմային, երբ հարց են տալիս Արցախի վերաբերյալ, հերթական անգամ նշում է, որ Արցախահայերի տունը դա Հայաստանն է եւ կարծես թե Արցախի թեման իր համար անհեռանկար է, կրկին նշում է եւ դա լավ տեղ չի տանի։ Այս խոսքը կարծես շարունակաբար ամրապնդվում է։ Ըստ ձեզ Արցախի թեման բազմիցս ենք խոսել, փակված համարում եք։ Դե բնականաբար Արցախի թեման ոնց կարա փակված լինի։ Այո, ինքը ճիշտ է ասում։ Աշխարհի բոլոր հայերի տունը Հայաստանն է։ Ուղղակի այդ Հայաստանի մի մասը կոչվում է Արցախ, մի մասը կոչվում է Արարատ, մի մասը կոչվում է Իջևան, մի մասը կոչվում է եւ այլն, ու դրանք տարբեր վայրեր են։ Բայց դրանք այդ բոլորը Հայաստանն է եւ հայերի տունը Հայաստանն է, իհարկե, այդ առումով ճիշտ է։ Հետևաբար ոնց կարելի է մոռանալ, որ տան մի հատվածը կամ մի քանի հատվածներ տան գրաված են թշնամիների կողմից։ Եվ Արևմտյան Հայաստանը, եւ Արցախը մասն է ցեղասպանության, պետք չի մոռանալ։ Ցեղասպանության հետևանքով առաջացած մասը Արցախը, որը կրկնակի ցեղասպանություն ապրեց, երբ որ տեղահանվեց եւ մարդիկ հայտնվեցին Հայաստանում։ Ամեն մարդ ունի իր մեծ հայրենիքը եւ իր փոքր հայրենիքը։ Արցախցիների փոքր հայրենիքը իրենց Արցախն է։ Ինչպես նաև մնացած մեր շրջանների ամեն մարդ ունի իր շրջանը, իր ռայոնը, բայց իրանք մասն են մեծ հայրենիքի։ Ես կարծում եմ, որ պետք է այդ բաները բացատրել այդ մակարդակի պաշտոնյային, թե չէ։ Դե ես կարծում եմ դա պետք է անգիր իմանար ինքը եւ այդ մասին նույնիսկ կանգ չխոսեր, որովհետեւ մենք խնդիր ունենք լուծելու։ Գիտեք խնդիրը որն է, որ երկիրը երևի խնդիրը սահմանադրությունն է, գիտեք, որովհետև Հայաստանը պետք է ունենա այնց սահմանադրություն, որ ունենա երկրի նախագահ։ Երկրի նախագահը պետք է զբաղված լինի շատ ավելի կարևոր գաղափարական հարցերով, ընդհանուր միասնականության հարցերով, վարչապետը պետք է զբաղվի տնտեսական հարցերով։ Հիմա բռնեն այդ սահմանադրության հերնանիցին, դարձրեցին մի հատ, չգիտեմ ինչ, եւ ամեն ինչ խառնվեց իրար։ Մարդկանց ընտրելու իրավունքներ ձեռքներից վերցրեցին։ Հիմա դու չես կարողանում քո երկրի իրական առաջնորդին ընտրես։
Ո՞վ է մեր երկրի առաջնորդը հիմա։ Նախագահն ո՞վ է։ Մենք հարցումները ցույց են տալի, որ մարդկանց մի մասը չգիտի նախագահը ով է։ Այդպես նախագահ է։ Կամ վարչապետը թող զբաղվի տնտեսական հարցերով, հա, թող տնտեսական վիճակը բարձրացնի երկրի, որ այսօր կատաստրոֆիկ վիճակում է հայտնված տնտեսությունը, ոչ ներդրումները 0, ով կբերի ստեղ ներդրում կանի, ով ստեղ բացի արտադրություն, երբ որ տեսնում է, որ այն ազգը, որը քրիստոնյա ազգը, առաջի քրիստոնյա ազգն է, իր հոգևորականներին բանտարկում է քաղաքական կամ ինչ-որ մի հատ այլ կարծիք հայտնելու համար։ Այսինքն ըստ էության բանտարկյալներ կան Հայաստանում, ընդ որում հոգևորականներ։ Սա գիտեք, սա սարսափելի է։ Լուրջ բոլոր լուրջ երկրներում նայում են եւ ասում են ո՞նց կարելի է այստեղ ներդրում անել։ Ինչ ներդրման մասին է խոսքը։ Այստեղ կարա միայն քաղաքական ներդրումը լինի։ Այսինքն հունվարից էլ թանկացումներ են սպասվում։ Ամեն ինչ թանկանալու է, վատանալու է կյանքը, չի կարա լավ լինի։ Եթե մթնոլորտ չկա, գույքահարկ եւ այլն նորից է ամեն ինչ նայ, խնդիրը որն է։ Երբ որ ներդրում չկա, այսինքն տնտեսությունը չի զարգանում, բայց իշխանությունը պահելու խնդիր ունեն, չէ՞։ Այս ահռելի բանակը ոստիկանության ո՞նց պետք է պահեն։ Ոստիկանության բանակի մասին է խոսքը, մեր իրական զինված ուժերը չէ։ Այս բանակը ո՞նց պետք է պահեն, որ հանեն ժողովրդի դեմ։ Պետք է գումար են, չէ՞, այդ գումարը չկա, պետք է պարկ վերցնել։ Դրա համար պարկը աստղաբաշխական բաներով աճում է, տնտեսությունը իջնում է, որովհետև այդտեղ ոչինչ չի արտադրվում, գործարաններ չեն սարքվում, որոնք պետք է արտադրանք տան, ֆինանս տան եւ այլն։ Դու ստիպված այդ փողը դրսից բերես, դրսից բերում ես ու ստիպում ես, որ ժողովուրդը ենթարկվի քեզ, այսինքն ոստիկանության ճնշումներով, որի արդյունքում դու վճարում ես իրանց եւ քանի որ արտադրություն չկա, սկսում է ամեն ինչը թանկանալ։ Ապրանքը գնալով թանկանում է, ժողովրդի կյանքը վատանում է, դրա համար հարկերը պետք է բարձրացնես, որ կարողանաս ինչ-որ ձևով բայես։ Այդ հարկերը բարձրացնելու արդյունքում էլ հիմնարկները փակվում են, լուծարվում են, մարդիկ անգործ են մնում։ Մի հատ էլ դու ես նպաստում դրան, օրինակ ասենք, ենթադրենք լսեցինք, որ ինչ-որ խանութի մասին էր խոսում, որ այս խանութը պետք է չաշխատի, այս խանութը պետք է փակելի, մինչև ես չասեմ, զարմանա, այսինքն ո՞նց կարելի է լուրջ նայել այդ ամեն ինչին։ Դուք հասկանում եք ինչ ասում, երկրի ղեկավարը փաստացի այդ բանը զբաղեցնողը ինչ ասում, ասում է խանութը մինչև ես չասեմ, ինքը չի կարող աշխատել, պետք է փակեք մինչև ես չասեմ։ Այսինքն հարկային մարմիններ, այլ մարմիններ, որոնք նախատեսված են այդ ամեն ինչի համար, այլևս գոյություն չունեն։ Կա մի մարդ, որը ասում է, ու դուք պետք է անեք։ Դուք հասկանում եք ինչ է ստացվում։ Այս հետևորդները թող հիմա լսեն, վաղը կարող է այդ մարդը ասի, որ ես գտնում եմ, որ դուք օրվա մեջ ոչ թե 24 ժամ պետք է շնչեք, այլ ենթադրենք ժամ ու կես առավոտ, դե իրիկունը բնականաբար դրա անհրաժեշտությունը չի լինել։ Բարի պարոն Ավետիսյան, մեր ժամանակը սպառվեց, չհասցրեցինք քննարկել բազում հարցեր, հուսամ հաջորդ շաբաթ տարվա ամփոփում նաև պիտի ունենանք ու չգիտեմ ինչպես ենք ամփոփելու, մի դրական բան գտնելու ենք թե ոչ։ Ամեն դեպքում թողնենք մտորումները մեր հետևորդներին, մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան։